Իսկ դու գիտեք, որ մեզ խաբել են այսքան տարիներ։ Եթե դուք եք կարծում, որ եգիպտական բուրգերը կառուցել են հին եգիպտացիները, լսեք ուշադիր։ Առաջին տարօրինակությունը՝ եգիպտական բուրգերը, իսկ ավելի կոնկրետ Քեոպսի բուրգը, կառուցված է 20 միլիոն 300 հազար քարից, կառուցվել է այն 20 տարի։ Հիմա պարզ մաթեմատիկա արեք, որպեսզի 20 տարում կարողանան դնել 20 միլիոն 300 հազար քար, նշանակում է, որ յուրաքանչյուր օր հին եգիպտացիները, չունենալով ոչ մի նորմալ գործիք, տեղափոխող մեքենա եւ բարձրացնող կռունկ, կարողացել են օրական 315 քար կտրել հսկայական ժայռերից, հետո տեղափոխել 800 կիլոմետր հեռավորությունից, իսկ հետո բարձրացնել առանց որևէ կռունկի կամ սարքավորման 50 հարկանի շենքի բարձրության վրա։ Երկրորդ տարօրինակությունը՝ Քեոպսի բուրգը կառուցված է երկրագնդի ցամաքային տարածքի ուղիղ կենտրոնում, հաշվի առնելով նաև Ամերիկայի եւ Ավստրալիայի ցամաքային տարածքը։ Իսկ հիմա զարմանալին, այն ժամանակ, երբ հին եգիպտացիները կառուցել են Քեոպսի բուրգը, նրանք պատկերացում չեն ունեցել Ամերիկայի եւ Ավստրալիայի գոյության մասին, ինչպես է Քեոպսի բուրգը հայտնվել ուղիղ կենտրոնում։ Երրորդ տարօրինակությունը՝ Սֆինքսի արձանը ըստ պաշտոնական տվյալների կառուցվել է մեզնից 2500 տարի առաջ, բայց Սֆինքսի արձանի վրա հայտնաբերվել են ջրային կոռոզիայի հետքեր։ Անապատում վերջին անգամ անձրևներ եղել են 7000-ից 12000 տարի առաջ, վերջին Սարցե դարաշրջանի ժամանակ, իսկ դա նշանակում է, որ Սֆինքսի արձանը կառուցվել է ամենաքիչը 7000-ից 12000 տարի առաջ, եւ այս բոլոր կասկածները վերջապես պատասխան են ստացել։ Ընդամենը ամիսներ առաջ գիտնականները արել են ցնցող հայտնագործություն եւ վերջապես բացահայտել են եգիպտական բուրգերի գլխավոր գաղտնիքը, ով է ի վերջո իսկապես կառուցել եգիպտական բուրգերը եւ ինչ է թաքնված աշխարհի 7 ամենակարևոր հրաշալիքներից մեկի՝ Քեոպսի բուրգի տակ։ Եթե ապրում եք Լոս Անջելեսում եւ չեք եղել Բրբանկում գտնվող այս լոքեյշնում, անպայման խորհուրդ եմ տալիս այցելել։ Իմ մեջքի հետևում գտնվում է Լոս Անջելեսի ամենամեծ եւ շուրջ 20 տարվա պատմություն ունեցող էսթետիկ բժշկական կենտրոններից մեկը՝ Zavant Aesthetics-ը։ Սկսենք նրանից, ինչ ծառայություններ կան Zavant Aesthetics-ում, որ կարող են հետաքրքրել մարդկանց։ Ինձ թվում է ամենահետաքրքիրը կլինի ոչ վիրահատական facelift։ Մենք ունենք մի հատ գործիք, որը կոչվում է Photonafordy, որը օգնում է առանց վիրահատական միջամտությունների օգնել մեր պրոֆիլը ավելի սիրուն եւ define դարձնել։ Այսինքն ստանալ facelift-ի էֆեկտ։ Ну կարելի ասել տենց, այո։ Ես շատ սիրում before after-ներ տեսել եմ նաև under eye-ի համար, աչքերի տակ, ու ինձ թվում է դա ամենատարածված երևի խնդիրներից մեկն է մարդկանց մոտ լինում տարիքի հետ։ Առաջինը մենք ունենք մեր պրոտոկոլը, որը մշակված է Zavant Aesthetics-ում, որը օգնում է սևությունը ավելի բացացնել։ Երկրորդը մենք ունենք մի հատ procedure, որը առանց վիրահատության օգնում է աչքերի տակի բեգերը կամ ճարպի գոյացությունը չզոկացնել, դա կոչվում է non-surgical eye tight procedure, իդեպ ես էլ ասեմ, որ ես Լոս Անջելեսում առաջիններից մեկն եմ, որը 9 տարի առաջ բերեց այդ գործիքը Zavant եւ սկսեց անելը։ Իդեպ ամեն ամիս Zavant Aesthetics-ում լինում են շատ լավ զեղչեր ձեր սիրած պրոցեդուրաների վրա, ինչպես նաեւ թողնում եմ այստեղ Zavant Aesthetics-ի Instagram-ի էջը, եթե ուզում եք իմանալ օրինակ ձեր դեմքի համար, որ պրոցեդուրան է ավելի հարմար, այս կամ այն խնդիր լուծելու համար ինչ պրոցեդուրայից օգտվեք, կարող եք գրել Zavant Aesthetics-ի էջին եւ մասնագետները ձեզ կպատասխանեն։ Եգիպտական բուրգերը, ինչպես գիտեք, Գիզա կոչվող գյուղանման տարածքում կառուցված բուրգերն են, որոնք կառուցվել են ի սկզբանե ըստ պաշտոնական տվյալների հին եգիպտացիների կողմից եւ ծառայել են որպես փարավոնների դամբարաններ, այլ կերպ ասած փարավոնների գերեզմանոցներ։ Ինչի համար են դրանք կառուցվել։ Շատ պարզ, որովհետև հին եգիպտացիները հավատում էին, որ գոյություն ունի կյանք մահից հետո, ու հենց փարավոնի, մահացած փարավոնի հոգու վերածնունդը ապահովելու համար նրանք կառուցում էին հսկայական դամբարանները, որտեղ մահից հետո արդեն թաղվելու էին փարավոնների մարմինները։
Եգիպտական բուրգերից ամենամեծը եւ հայտնին Քեոպսի բուրգն է, որը կառուցվել է Խուֆու փարավոնի, Քեոպս փարավոնի հրամանով եւ հենց նրա պատվին։ Քեոպսի բուրգը հին աշխարհի 7 հրաշալիքներից միակն է, որ գոյություն ունի մինչև այսօր։ Նախնական վարկածով եգիպտական բուրգերը կառուցել են պարզապես հին եգիպտացի ստրուկները, այսպես ասած, փարավոնի հրամանով։ Բայց տարիներ շարունակ սովորական մարդկանց, ինչպես նաև հնագետներին հանգիստ չէր թողնում հարցը. իսկ արդյոք իսկապես եգիպտական բուրգերը կառուցել են հին եգիպտացիները, ու արդյոք իսկապես դրանք կանգնած են 4000 տարի, թե եգիպտական բուրգերը կառուցվել են շատ ավելի շուտ եւ շատ ավելի միստիկ ու հետաքրքիր պատճառներով են հայտնվել երկրի երեսին, իսկ ավելի կոնկրետ Գիզայում։ Ինչու էին այս կասկածները առաջացել։ Նախ եւ առաջ ժամանակի տարօրինակ անհամապատասխանություն։ Եկեք սովորական պրիմիտիվ հաշվարկ անենք։ Քեոպսի բուրգը ըստ պաշտոնական տվյալների կազմված է 20 միլիոն մոտավորապես 300,000 քարից եւ Քեոպսի բուրգը կառուցել են 20 տարի։ 20 տարի, յուրաքանչյուր տարին ունի 365 օր։ Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ որպեսզի 20 տարվա ընթացքում հին եգիպտացիները կարողանային կառուցել բուրգ, որ կազմված է 20 միլիոն 300,000 քարից, նշանակում է յուրաքանչյուր օր նրանք տեղադրել են 315 քար։ Եվ որպեսզի ավելի պատկերավոր հասկանաք, թե ինչքանով է ընդհանրապես դա հավանական, հաշվի առեք մի քանի փաստ։ Նախ եւ առաջ, քարերը 3-ից 1 տոննա ծանրություն են ունեցել։ Բուրգի ներքևի հիմքային հատվածում օգտագործված քարի բեկորները 3 տոննա ծանրություն են ունեցել, իսկ դեպի վերև բարձրացող քարի բեկորները եղել են 2 կամ 1 տոննա ծանրությամբ։ Հիմա պատկերացրեք, մենք խոսում ենք ոչ թե ժամանակակից շինարարության մասին, այլ խոսում ենք հին եգիպտացիների մասին, որոնք չեն ունեցել ոչ մի ժամանակակից գործիք։ Այսինքն նրանք ամեն օր 315 անգամ հսկայական 3 տոննայանոց քարի բեկորներ են կտրել, չունենալով ոչ մի ժամանակակից հզոր գործիք հսկայական ժայռերից, հետո այդ հսկայական բեկորները չունենալով ոչ մի տեղափոխման տարբերակ, տեղափոխել եւ հասցրել են այն վայրը, որտեղ կառուցվել են բուրգերը, ասեմ, որ շատ հաճախ քարերը տեղափոխվել են ընդհուպ մինչև 800 կիլոմետր հեռավորությունից, իսկ հետո չունենալով ոչ մի բարձրացնող կռունկ կամ սարքավորում, քարերը 1-ից 3 տոննա ծանրությամբ բարձրացրել են ընդհուպ մինչև 50 հարկանի շենքի բարձրության մակարդակը։ Եվ դա նրանք արել են ուշադրություն օրական 315 անգամ։ Իսկ որպեսզի ամեն ինչ շատ ավելի պատկերավոր լինի, 1997 թվականին հնագետ Մարկ Լեները որոշում է էքսպերիմենտ անցկացնի։ 12 հոգուց կազմված խմբին նա տալիս է հանձնարարություն մեծ հսկայական ժայռից օգտագործելով հին եգիպտացիներին հատուկ գործիքներ եւ սարքավորումներ կտրել մի փոքրիկ քարի բեկոր։ Եվ ինչ եք կարծում, ինչքան ժամանակ է պահանջվել 12 հոգուն դա անելու համար։ Մեկ քարը ժայռից 12 հոգին կտրել են 8 օրում։ Հետևաբար ժամանակի միստիկան համապատասխանությունը ուղղակի ակնհայտ է։ Երկրորդ տարօրինակ անհամապատասխանությունը՝ նյութը, որից կազմված է Քեոպսի բուրգը։ Քեոպսի բուրգը կազմված է հիմնականում կրաքարից։ Հիմնական հատվածը սովորական կրաքարն է, վրայից երեսպատումը արված է սպիտակ կրաքարով, իսկ ներսում կան որոշակի հատվածներ, այդ թվում նաև փարավոնի սարկաֆագը, որը պատրաստված է գրանիտից։ Հիմա հետաքրքիր մի փաստ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում կրաքարը, որը իր տեսակով պետք է լինի պինդ եւ խիտ քար,
չի համապատասխանում իր պնդությամբ եւ խտությամբ այն կրաքարին, որից պատրաստված է Քեոպսի բուրգը։ Քեոպսի բուրգի կառուցման ժամանակ օգտագործված կրաքարի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրականում այս քարի բեկորները իրենց մեջ պարունակում են պղպջակներ եւ օրգանական մանրաթելեր, այսինքն բուսականության հետքեր, ինչը ցույց է տալիս, որ այս նյութերը ոչ մի կերպ չէին կարող լինել բնական ծագման, որովհետև պղպջակները, որոնք հայտնաբերվել են կրաքարի մեջ, ավելի հատուկ են եղել արհեստական ճանապարհով ստացված քարերին, ինչը նշանակում արհեստական ճանապարհով ստացված քարեր։ Դա մոտավորապես նման է այն մեխանիզմին, ինչպես ստացվում է բետոնը, այսինքն ենթադրաբար քարերը, որից կառուցված է Քեոպսի բուրգը, ոչ թե եղել են բնական քարեր, որոնք պոկել են եւ առանձնացրել են հսկայական ժայռերից, այլ կրաքարի փոշին խառնել են ջրի հետ, այնուհետև օգտագործել են միացնող նյութ, նետրոն, ընդ որում այս նյութը շատ հայտնի է եղել եգիպտացիների շրջանում, որովհետև այն օգտագործել են նաև փարավոնների մարմինների մումիֆիկացիայի համար։ Լցրել են ստացած խառնուրդը որոշակի ֆորմաների մեջ, որոնք տաշած քարի տեսք կհաղորդեին, թողել են սառչի եւ այդ ճանապարհով ստացել են արհեստական քարի կտորները։ Հիմա հարց. արդյոք հին եգիպտացիները տիրապետել են արհեստական քարի բեկորներ ստանալու այս մեխանիզմներին։ Շարունակենք խորհրդավոր ու միստիկան համապատասխանությունները։ Բուրգերի աշխարհագրություն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ Քեոպսի բուրգը տեղակայված է երկրագնդի ցամաքային հատվածի ուղիղ կենտրոնում, հաշվի առնելով նաև Ամերիկայի եւ Ավստրալիայի ցամաքային տարածքները։ Այսինքն, եթե միավորենք հիմա մարդկությանը հայտնի ցամաքային տարածքները, ապա դրանց ուղիղ կենտրոնում գտնվում է Քեոպսի բուրգը։ Ամեն ինչ տրամաբանական է եւ սիմվոլիկ, ճիշտ է։ Այսինքն հին եգիպտացիները կառուցել են աշխարհի այս հրաշալիքը եւ սիմվոլիզմ հաղորդելու համար կառուցել են ցամաքի ուղիղ կենտրոնում։ Սիմվոլիկ է ու հետաքրքիր, բայց մի կարևոր դետալ կա։ Այն ժամանակ, երբ հին եգիպտացիները կառուցել են Քեոպսի բուրգը, նրանք պատկերացում չեն ունեցել, որ երկրագնդի վրա գոյություն ունի Ամերիկա եւ Ավստրալիա, որ մի հատ էլ հաշվի առնեին նրանց ցամաքային տարածքները եւ Քեոպսի բուրգը կառուցեին ուղիղ կենտրոնում։ Հարց. որտեղից այս միստիկ զուգադիպությունը։ Հաջորդ զուգադիպությունը. Քեոպսի բուրգի հիմքի մակերեսը 912 մետր է, բարձրությունը 146.65 մետր։ Ըստ հաշվարկների, եթե Քեոպսի բուրգի հիմքի մակերեսը բաժանել բարձրության կրկնապատիկին, ապա կստացվի 3.14, այլ կերպ ասած, π թիվը։ Սիմվոլիկ է, այո, բայց նորից փոքրիկ դետալ։ Այն ժամանակ, երբ հին եգիպտացիները կառուցել են Քեոպսի բուրգը, նրանք պետք է որ պատկերացում չունենային π թվի մասին, որովհետև այն հազարավոր տարիներ հետո է հայտնաբերվել։ Լոս Անջելեսի հայեր ինձ շատ հաճախ գրում եք Սոնա ջան, լավ մասնագետների խորհուրդ տուր, հիմա խորհուրդ եմ տալիս Յանան ու Նարան, այն մասնագետներն են, որոնք ձեզ իսկապես շատ անհրաժեշտ են, որոնք են ամենապահանջված ծառայությունները, որոնց հարցում դուք կարող եք օգնել մարդկանց։ Երևի ամենապահանջվածներից դա երևի նոտարական ծառայություններն է, եւ հիմնականում գիտեք հայերը միշտ գործարքների մեջ են, անընդհատ մտածում են, առնեն, վաճառեն, նվիրեն, ժառանգություն ընդունեն եւ այլն։ Պահանջվածներից մեկը դա դիպլոմներն է, դիպլոմների evaluation-ները, մարդիկ, որոնք տեղափոխվել են ԱՄՆ եւ ունեն կրթություն, բնականաբար ուզում են կամ շարունակեն այստեղ կամ փորձեն աշխատանք գտնեն։ Ակտուալ է շատ բիզնես բացելը եւ շատերն են բիզնեսով զբաղվում Միացյալ Նահանգներում, մենք ուղղորդում ենք նրանց ինչպես բացել, ինչ լայսենսներ է հարկավոր։ Հաշվի առնելով հիմա ինչ սահմանափակումներ են էմիգրացիայի առումով, ինչ ծառայություններ են, որ գործում են, պահանջված են նաեւ այսօր։
Մարդիկ դառնում են citizen իրենց կամ ծնողին կամ երեխային green card-ի համար պետք է դիմեն, ունենալով ֆինանսական ու հատկապես թաքսերի հետ կապված հմտություններ, մենք օգնում ենք, որ օրինակ մեր հաճախորդները երբ գալիս են green card-ի համար դիմելուց, մենք անմիջապես հենց սկզբից կոնսուլտացիայի ժամանակ կարողանում ենք ճիշտ ուղղորդել, թե ինչ է պետք, ինչպես իրենց ֆինանսական հարցերը լուծեն, որ կարողանան հեշտությամբ իրենք դառնան հովանավոր իրենց հարազատի համար։ Մենք մի տեղում մասնագիտացված ենք, ինչպես ունենք նոտարական, թարգմանչական, ինչպես նաև ֆինանսական հմտություններ, եւ դրա հաշվին մեր հաճախորդները ստիպված չեն լինում տարբեր տեղեր գնան տարբեր ծառայությունների համար, եւ մեկ վայրում մենք բազմաթիվ հարցեր ենք նրանց համար լուծում եւ հեշտացնում ենք։ Իսկ դուք հիշեք Y&N Document Assist-ի Instagram-ի էջը, հեռախոսը համարը, որովհետև Յանան ու Նարան մասնագետներ են, ովքեր ձեզ եւ ձեր ընկերներին, ովքեր ապրում են այստեղ Լոս Անջելեսում, ամեն օր կարող են պետք գալ։ Okay, այս բոլոր անհամապատասխանությունները լսելուց հետո տրամաբանական հարց է առաջանում։ Սա ուղղակի դատարկ վարկածներ են, չէ՞ որ գոյություն ունեն հստակ ապացույցներ, որոնք ասում են, որ Քեոպսի բուրգը կառուցել են հին եգիպտացիները Խուֆու փարավոնի, նույն ինքը Քեոպս փարավոնի հրամանով։ Որտեղից այդ ապացույցը նորից հետ գնանք եւ անենք փոքրիկ պատմական ակնարկ։ Հնագետներից մեկը 2013 թվականին կատարում է հսկայական հայտնագործություն։ Նա հերթական պեղումների ժամանակ Քեոպսի բուրգի հատվածում հայտնաբերում է մի հին պապիրոս, որի վրա պատկերված են լինում հնագույն սիմվոլներ։ Այս սիմվոլների վերծանման արդյունքում պարզ է դառնում, որ պապիրոսի վրա գրված է Խուֆու անունը, որը Քեոպս փարավոնի անունն էր, եւ գրված են լինում որոշակի սիմվոլներ, որոնք վերծանելու արդյունքում մենք ստանում ենք որոշակի ինֆորմացիա, թե ինչ տարբերակով է կառուցվել Քեոպսի բուրգը։ Պապիրոսը ըստ պաշտոնական տվյալների պատկանել է Մերր անունով մարդուն, ով այդ ժամանակ եղել է հայտնի, այսպես ասած, նավափոխադրող, եւ հենց նա է եղել այն մարդը, ով կազմակերպել է process-ը, որպեսզի քարերը, որոնցից կազմվել է Քեոպսի բուրգը, նավերի միջոցով տեղափոխվեն շինարարության վայր։ Պապիրոսից նաև հայտնի է դառնում, թե ինչպես են հին եգիպտացիները սա իրականացրել։ Իդեպ սա շատ հետաքրքիր մեխանիզմ է, շատ բարդ նկարագրած, ես կփորձեմ բարձ խոսքերով ձեզ բացատրել։ Մեխանիզմը եղել է հետևյալը՝ ամբողջ գաղտնիքը եւ ամբողջ այս շինարարության կենտրոնի մոգությունը ապահովել է Նեղոս գետը։ Ինչ են արել ըստ պաշտոնական տվյալների հին եգիպտացիները։ Նրանք այն հատվածներում, որտեղ ենթադրաբար կառուցվելու էին բուրգերը, ստեղծել են արհեստական ջրափոսեր, այսպես ասած։ Այն ժամանակ, իսկ ավելի կոնկրետ հուլիս եւ օգոստոս ամիսներին, երբ Նեղոս գետը վարարել է, Նեղոսի ջուրը լցվել է այս ջրափոսերի մեջ եւ մակերեսը ջրի բարձրացել է, ինչի արդյունքում էլ նավերը բեռնված քարի բեկորներով կարողացել են այս ջրափոսերի վրայով ավելի խորը մտնել դեպի ցամաքը եւ մոտենալ այն հատվածներին, որտեղ իրականանում են բուրգերի շինարարությունը։ Ֆենոմենալ ուղղակի հայտնագործություն է հին եգիպտացիների կողմից արված։ Բայց արի ու տես, որ այս պապիրոսը եւ ամբողջ այս ինֆորմացիան հնագետները մեծ կասկածի տակ են նորից դրել։ Ինչու՞։ Որովհետև շատ տարօրինակորեն այն հնագետը, ով 2013 թվականին գտել է այս մոգական կախարդական պապիրոսը, ի սկզբանե ունեցել է մի քանի հնաբանական պեղումներ, որոնք ձախուղումով են ավարտվել։ Եվ նա այս անգամ Գիզայի տարածք եկել է հստակ նպատակով կատարել ցնցող հայտնագործություն եւ դառնալ աշխարհով մեկ հայտնի։ Եվ ինչ եք կարծում, ինչ է լինում, նման հայտարարությունից ընդամենը ամիսներ հետո հնագետը գալիս է Գիզայի տարածք, կատարում է իր հնագիտական պեղումները Քեոպսի բուրգի տարածքում եւ օհրաշք գտնում է հայտնի պապիրոսը։ Ավելին ասեմ, որոշ ժամանակ անց հնագետները կարողանում են վերցնել որոշակի ներկի հետքեր գտնված պապիրոսից եւ
անալիզի ենթարկել։ Եվ ինչ է կարծում, ինչ է ցույց տալիս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրականում պապիրուսի վրա օգտագործված ներկի մեջ գտնվել են ժամանակակից քիմիական միացություններ, որոնք շատ քիչ հավանական է, որ կարող էին գոյություն ունենալ հին եգիպտացիների շրջանում։ Ավելին, այս պապիրուսի վրա Խուֆու անունը, Քեոպս փարավոնի անունը գրված է օգտագործելով Ռա նշանը, որը եղել է արևի աստծո նշանը, բայց խնդիրն այն է, որ ըստ մասնագետների այն ժամանակ, երբ իբրև թե ստեղծվել է այս պապիրուսը, Ռա նշանը հին եգիպտացիները չեն կիրառել։ Դա մոտավորապես նման է այն բանի, որ հիմա գտնվի հին հռոմեական կոպեկ, բայց դրա վրա գրված լինի ժամանակակից իտալերենով։ 1999 թվականին տեղի է ունենում հերթական հնագիտական ուսումնասիրությունը Քեոպսի բուրգի տարածքում։ Ինչ է տեղի ունենում։ Բուրգը փակում են պաշտոնապես իբրև թե ռեստավրացիա իրականացնելու համար, բայց իրականում բուրգի տարածքում տեղի է ունենում ուսումնասիրություն։ Մասնագետները տեսախցիկի միջոցով կարողանում են ներթափանցել բուրգի տարածք եւ փորձել հասկանալ, թե ինչ կա Քեոպսի բուրգի չբացահայտված ներքին տարածքներում։ Եվ այն, ինչ նրանք գտնում են մինչև այսօր էլ մեծ միստիկ հարցական է։ Նախ եւ առաջ տեսախցիկը անցնելով Քեոպսի բուրգի ներքին միջանցքներով, որոնք մինչ այդ էլ արդեն ուսումնասիրված էին, պատահաբար գտնում է մի փոքրիկ դրանման կառույց։ 1999 թվականին, երբ այս հայտնագործությունը լինում է, տեսախցիկը ընդհանրապես ֆիքսում է այս դուռը, բայց դռնից ներս մտնել չի հաջողվում։ Մի քանի տարի անց 2000-ականներին այս ուսումնասիրությունը շարունակվում է եւ այս անգամ հնարավորություն են ստանում գիտնականները տեսախցիկի միջոցով ներս մտնել դռնից այն կողմ։ Եվ այդ ժամանակ ակնհայտ տարօրինակ մի բան են գտնում։ Դռնից այն կողմ լինում է տարածք, որի պատերին կարմիր սիմվոլներ են պատկերված լինում։ Թե ինչ են նշանակել այդ սիմվոլները եւ իրականում ինչի ու ինչպես են դրանք այդտեղ հայտնվել, մինչեւ այսօր էլ պարզ չէ, որովհետեւ հետաքրքիր մի բան, սկզբնական շրջանում լուսանկարները, որտեղ ակնհայտ երևում էին այդ կարմիր սիմվոլները, հանրայնացված են եղել, բայց կարճ ժամանակ հետո դրանք գաղտնազերծվել են։ Ինչու՞։ Ինչ են տեսել կամ ինչ են գտել իրականում Քեոպսի բուրգի ներսում։ 2005 թվականին տեղի է ունենում հերթական նոր բացահայտումը։ Բացահայտվում է, որ Քեոպսի բուրգի ներսում իրականում գոյություն ունեն սպիրալաձև կառույցներ, իսկ դա նշանակում է, որ կտրականապես փոխվում է պատկերացումը, թե ինչպես է կառուցվել Քեոպսի բուրգը։ Մինչև այս բացահայտումը բոլորը համոզված էին, որ հին եգիպտացիները Քեոպսի բուրգը կառուցել են քարերը դնելով իրար վրա արտաքին կողմից։ Այնինչ ներքին սպիրալաձև կառույցների բացահայտումը կասկածներ էր առաջացնում, որ գուցե իրականում Քեոպսի բուրգը կառուցվել է ներսից, օգտագործելով սպիրալաձև կառույցները որպես, այսպես ասած, աստիճաններ։ Ավելին ասեմ, այս նույն ժամանակահատվածում բացահայտվում է նաև մեկ այլ հետաքրքիր բան։ Քեոպսի բուրգի ներսում բացահայտվում է մոտավորապես 30 մետր ձգվող դատարկ դահլիճ։ Ինչի համար էր այդ դահլիճը ստեղծված, ինչ նպատակով, մինչև այսօր էլ մնում է հարցական։ Մյուս տարօրինակությունը։ Հիշում եք, ես պատմում էի, որ Քեոպսի բուրգի կառուցման ժամանակ հայտնաբերել են, որ օգտագործվել են ոչ թե իրական բնական քարեր, այլ քարեր, որոնք արհեստական ճանապարհով են ստացել։ Իսկ հիմա ամենահետաքրքիրը։ Այն նյութը, նեյտրոնը, որը օգտագործել են հին եգիպտացիները որպես միացնող նյութ, հայտնի է եղել եւ կիրառվել է մեզնից 4000-ից 5000 տարի առաջ։ Դա համընկնում է այն ժամանակագրությանը, երբ ենթադրաբար ստեղծվել են եգիպտական բուրգերը։ Բայց այ հետաքրքիր մի բան, օրգանական մանրաթելերը, որոնք հայտնաբերվել են քարի այս բեկորներում, թվագրված են մեզնից 12000 տարի առաջ։ Իսկ դա նշանակում է, որ ըստ վարկածի իրականում եգիպտական բուրգերը ստեղծվել են եւ հայտնվել են Գիզայի տարածքում
մեզնից 12000 տարի առաջ։ Իսկ հին եգիպտացիները 4000-ից 5000 տարի առաջ պարզապես գտել են այդ բուրգերը եւ դրանք վերանորոգել են օգտագործելով արհեստական կրաքարի ու ջրի խառնուրդը։ Իսկ թե ըստ վարկածների ինչպես են 12000 տարի առաջ եգիպտական բուրգերը հայտնվել Գիզայի տարածքում, վարկածները շատ են, սկսած նրանից, որ եգիպտական բուրգերը այս տարածքում հայտնվել են այլ մոլորակայինների ձեռքով, վերջացրած նրանով, որ ժամանակի մեջ ճամփորդողներն են դա արել, բայց իհարկե այս վարկածների մասին ես չեմ խոսի, որովհետև ես սիրում եմ միստիկա, այլ ոչ թե խելացնոր վարկածներ, իսկ դա իմ կարծիքով խելացնոր վարկածների շարքից է։ Հիմա հասնենք ամենակարևորին, եգիպտական բուրգերի գաղտնիքը բացահայտված է, ովքեր են կառուցել եգիպտական բուրգերը եւ ինչ են ընդամենը ամիսներ առաջ գտել գիտնականները Քեոպսի բուրգի տակ։ Իսկ գտել են հետևյալը. ընդամենը ամիսներ առաջ հնագիտական պեղումների արդյունքում Քեոպսի բուրգի շրջակայքում, իսկ ավելի կոնկրետ Գիզայի սարահարթի տարածքում գտնվել են գրանիտե մետաղաձողեր, որոնք խորը մի քանի մետր խորությամբ մխված են եղել հողի մեջ։ Բայց ամենազարմանալին այն է, որ այդ սյուների, այդ գրանիտե սյուների վրա եղել են պտուտակաձև հետքեր, ինչը ըստ հնագետների կարող է լինել էլեկտրական փորող սարքավորումների տեսակներ։ Սա իսկապես ցնցող բացահայտում է։ Բացատրեմ ավելի պարզ լեզվով։ Սա նշանակում է, որ Գիզայի տարածքում, որտեղ ենթադրաբար հին եգիպտացիները իրենց հին համեստ գործիքներով կառուցել են եգիպտական բուրգերը, գտնվել են ապացույցներ, որ այդ հատվածում կիրառվել են ժամանակակից էլեկտրական հորող սարքավորումներ։ Դուք պատկերացնում եք ինչ հայտնագործություն է դա։ Իսկ դրանից կարելի է անել մեկ ու կարևոր եզրակացություն։ Եգիպտական բուրգերը կառուցել են ոչ թե կիսագրագետ, գործիքներ չունեցող եւ համեստ հնարավորություններով հին եգիպտացիները։ Բուրգերը կառուցել է առաջադեմ տեխնիկական միջոցներ ունեցող եւ առաջադեմ զարգացած ցիվիլիզացիա։ Իսկ հիմա գլխավոր հարցը, ո՞րն է եղել այդ ցիվիլիզացիան։ Վարկածները երկուսն են։ Տարբերակ առաջին, եգիպտական բուրգերը իսկապես կառուցել են հին եգիպտացիները։ Պարզապես մենք ոչինչ չգիտենք հին եգիպտացիների մասին, եւ նրանք իրականում համեստ գործիքներով, քարը քարի վրա տաշող եւ հետամնաց ցիվիլիզացիա չեն եղել, ու իրականում հին եգիպտացիները եղել են առաջադեմ հասարակություն եւ ունեցել են առաջադեմ սարքավորումներ։ Սրա մասին է վկայում նույնիսկ 1881 թվականին դեռևս արած հայտնագործությունը, երբ հնագետների մի խումբ պարզեց, որ գրանիտի կտորը, որից պատրաստված է Քեոպսի բուրգի փարավոնի սարկաֆագը, իդեալական տեսք ունի։ Դրա վրա ձեռագործ ոչ մի աշխատանքի հետք չկա։ Ըստ հնագետների, եթե գրանիտե սարկաֆագը կառուցեին հին եգիպտացիները ձեռքերով եւ իրենց այդ կոշտ, կոպիտ, տարական գործիքներով, ապա անհնար է, որ գրանիտի վրա չմնային ձեռագործ աշխատանքի անհավասար ու անհամաչափ հետքերը, մինչդեռ գրանիտը համարյա իդեալական է, ու նույնիսկ հետքերը, որոնք վրան պահպանվել են, չափազանց կանոնավոր են եւ տպավորություն է, որ այս գրանիտը կտրելու եւ տաշելու համար հին եգիպտացիները իրականում օգտագործել են ժամանակակից էլեկտրական սղոց հիշեցնող սարքավորում։ Այս ժամանակ 1881 թվականին, երբ այս բացահայտումը իրականացվել էր, այն գուցե այդքան իրական չէր թվում, իսկ հիմա, երբ կատարվել է վերջին հայտնագործությունը ու գտնվել են իրականում էլեկտրական հորող սարքավորումներ հիշեցնող մնացորդներ, այս հայտնագործությունը որոշակի իմաստ ունի արդեն։ Վարկած երկրորդ, այնուամենայնիվ Եգիպտական բուրգերը հին եգիպտացիները չեն կառուցել։
Դրանք կառուցվել են իսկապես 12000 տարի առաջ, եւ գուցե իսկապես 4000-5000 տարի առաջ դրանք վերականգնվել են եւ վերանորոգվել են հին եգիպտացիների կողմից։ Ու իրականում 12000 տարի առաջ թե հին եգիպտական բուրգերը եւ թե Սֆինքսի արձանը կառուցել է մեկ այլ առաջադեմ ցիվիլիզացիա, եւ դա եղել է հայտնի Ատլանտիդայի ցիվիլիզացիան։ Թագավորություն, որտեղ ըստ պատմությունների ապրել է առաջադեմ զարգացած հասարակություն, որը ունեցել է առաջադեմ չլսված զարգացած տեխնիկական ու տեխնոլոգիական միջոցներ, ու որը վերջին Սարսե դարաշրջանի ժամանակ, որը հիշեցնեմ եղել է այս տարածքում մոտավորապես 12000 տարի առաջ, անցել է ջրի տակ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Ես կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր թեմա է, Բերմուդյան եռանկյունուց հետո ես հասկացա, որ դուք այս դասական հետաքրքիր պատմությունները եւ այս դասական հետաքրքիր միստիկ բացահայտումները շատ եք սիրում, այնպես որ խնդրում եմ ձեզ, որպեսզի դուք անպայման լինեք ակտիվ։ Ես ուզում եմ, որ իմ ալիքում իսկապես այսքան կարևոր թեմաներ լինեն, ու քանի որ դուք սիրում եք այս ինտելեկտուալ խելացի կոնտենտը, սպասում եմ ձեզ կոմենտներում։ Անպայման գրեք ձեր կարծիքը, ինչ եք դուք մտածում։ Իսկապես եգիպտական բուրգերը կառուցվել են 4000 տարի առաջ հին եգիպտացիների կողմից, թե դուք եւս կարծում եք, որ դրանք 12000 տարի առաջ են կառուցվել եւ կառուցվել են շատ ավելի առաջադեմ ցիվիլիզացիայի կողմից։ Սպասում եմ ձեզ կոմենտներում, եթե թեմայի հետ կապված ոչինչ չունեք ասելու, ուղղակի բարևներ ուղարկեք ինձ կոմենտներում, չմոռանաք լայքեք այս վիդեոն, subscribe լինեք, դա կարևոր է, որտեղ մենք պետք է հասնենք 200,000 բաժանորդի եւ իհարկե ամսական փոքրիկ գումարով կարող եք օգնել, աջակցել ինձ, որպեսզի ես շատ ավելի շատ վիդեոներ ձեզ համար նկարեմ։ Դրա համար սկանավորեք այս QR կոդը, միացեք իմ Patreon-ին ամսական փոքրիկ վճարով։ Կհանդիպենք մյուս վիդեոյում։